Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջադեպի կենտրոնում է հայտնվել, հայտնի դեպքը, երբ որ քաղաքացու ընդդիմադիր գործչի հետ փոխադարձ հայհոյանքներով են փոխանցվում, դուք սա ինչպես կմեկնաբանեք այս երևույթը։ Միջադեպը ինքնին շատ տհաճ էր, որովհետև հերթական անգամ սա առաջի դեպքը չի ազգային ժողովի նախագահի պարագայում, նա հայտնվեց սկանդալի կիզակետում, այս ամեն ինչը նրա հետևանքն է, որ առաջին միջադեպի ժամանակ, երբ նա թքել էր քաղաքացու վրա եւ կարծես թե չէր էլ հերքում այդ փաստը, չհետևեց քաղաքական պատասխանատվություն, իսկ նման դեպքերում հենց իրենց վկայաբերած արևմտյան ժողովրդավարություններում, օրինակ հրաժարականի պատմություն է հետևում։ Երեկվա միջադեպում ես իհարկե քաղաքացու վարքագիծն էլ առանձնապես չեմ արդարացնում, որովհետև փոխադարձ ոչ այնքան հաճելի, կասեի նույնիսկ գրեիք փոխադարձ ռեպլիկներ էին հնչում, բայց ազգային ժողովի նախագահը շարքային քաղաքացիներից տարբերվում է նրանով, որ քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերի մնա բարձրության վրա եւ չտրվի որևէ տեսակի գայթակղության իր այսպես կոչված տղայական կարողությունները կամ հմտությունները ցույց տալու համար։ Ու ելի մի տխուր բան սրա հետ կապված, ելի ես զգում եմ, որ Ալեն Սիմոնյանը այս պատմությունից չոր է դուրս գալու եւ մեծ հավանականությամբ քրեական հետապնդման են ենթարկվելու այս պատմության մյուս մասնակիցները ճիշտ նույն պատմությունը կարծես թե ինչ որ եղավ Իմնեմնիմի ոդքասթի վարողների նկատմամբ, երբ որ երկուսն էլ փոխադարձ այնպես կոշտ մեղադրանքներ հնչեցին, բայց կողմերից մեկը պատասխանատվության ենթարկվեց, մյուսը իրականում շատ ամբարտավան վարքագծով անպատիժ մնաց։ Արդեն քրեական հետապնդումը կա եւ այդ քաղաքացուն բերման են ենթարկել, բայց պարոն Սուրենյանց, ինչ են ասում իշխանության ներկայացուցիչները, նրանց հակադարձումը հետեւյալն է, ասում են էլի հասկացանք ազգային ժողովի նախագահ բարձրաստիճան պաշտոնյա, բայց ասում եմ մարդ է ի վերջո, ստեղծում են դիտավորյալ իրավիճակներ, որ մարդ տեղի է տալիս էմոցիաներին ու չի կարողանում իրեն զսպել, ասում են ինչի հաշվի չեք առնում, որ մենք էլ ենք մարդ։ Անշուշտ ցանկացած մարդ է եւ ցանկացած մարդ իր արժանապատվությունը փորձում է պաշտպանել, բայց այդ նույն ասողները իրենք պատկերացնում են, իրանք ինչքան են մարդկանց նյարդերի վրա իրանց քաղաքականությամբ զբաղվում։ Իսկ եթե բոլորը փորձեն այդ իրենց քաղաքականությանը ի պատասխան իրենց հետ հենց այդպես վարվեն, արդյոք դա իրանց դուր կգա։ Եվ մենք կրկնում եմ, դա արդարացում չի։ Մենք տեսել ենք, չէ, բազմաթիվ պատմություններ, երբ որ ասենք Ֆրանսիայի նախագահի վրա ձու են նետում կամ շատ ավելի սադրիչ գործողություններ են տեղի ունենում բողոքավոր տարբեր մարդկանց կամ զանգվածների կողմից։ Պետական պաշտոնյան շարքային քաղաքացուց տարբերվում է հենց այն նրանով, որ զսպվածություն պիտի ցուցաբերի, մանավանդ որ իրանց ձեռքին գտնվում է այդ այսինքն իրանք պաշտպանիչ շերտով են օժտված, իրավապահ մարմիններն են իրենց վերահսկողության տակ, այսինքն սա այն դեպքը չի, որ խեղճ ազգային ժողովի նախագահ անպաշտպան էր, ստիպված դիմեց մարդկային թուլություններին։ Կրկնում եմ, լավ էս մի դեպքը ենթադրենք, էս մի դեպքում փոխադարձ բան կար, բայց արդեն ակնհայտ է, չէ՞ դառնում, որ այս նույն մարդը մի քանի անգամ հայտնվում է այս կարգի սկանդալների մեջ։ Եթե ինքը զգում է, որ քաղաքական զսպվածություն չունի, ավելի լավ է այդ պաշտոնը չզբաղեցնի, անդադ չընկնի սկանդալների մեջ, հետո թիմակիցները շատ ծիծաղելի փաստարկներով չփորձեն պաշտպանվել։ Եվ եթե սա այս միջադեպն էլ հետևանք չունենա իշխող ուժի կողմից հետևություններ չանեն, օրինակ ասենք Ալեն Սիմոնյանին, եթե այս 2 ամսվա համար պաշտոնից չհեռացնեն, այլ ցուցակից դուրս թողնեն, սա ինչ կնշանակի։ Ցուցակից դուրս չեն թողնի, հարգելի Նարեկ,
Վել գիտես, ես էլ գիտեմ, ոչ էլ էս 2 ամսվա համար պաշտոնանկ կանեն, ի վերջո այս միջադեպը շատ ավելի գրեհիկ չէր քանեն քաղաքացու վրա թքելու միջադեպը, բայց այս փաստից շատ լավ կօգտվելու են Ալեն Սիմոնյանի ներկուսակցական հակառակորդները, այնտեղ քաստինգ է սկսվել ավելի շատ ով ծառայություն կմատուցի Նիկոլ Փաշինյանին կամ կգցնի նրան, ես համարյա կասկած չունեմ, որ ներկուսակցական մրցակիցներից մեկը Ալեն Սիմոնյանի այս միջադեպը կօգտագործի իր դիրքերը ուժեղացնելու եւ Ալենի դիրքերը թուլացնելու համար ավելի շուտ է դա հնարավոր, թե չէ 1-2 օր հետո այս միջադեպը մնացածի կողմից մոռացվելու է, գնա վստահաբար։ Ես իշխանությանը գոնե հորդորը կանեմ, խորհուրդ կտամ, մենք քաղաքացուն չձերբակալել, եթե քննություն են անում, գոնե չեզոքությունը պահպանեն եւ օբյեկտիվ քննություն իրականացնեն առանց պատժիժ գործողությունների դիմելու։ Ով կօգտվի այդ իրավիճակից, պարոն Սուրենյանց։ Բազմաթիվ մարդիկ ուզում են ազգային ժողովի նախագահ դառնան։ Բազմաթիվ։ Ես նման տպավորություն ունեմ, դրա համար sense casting մրցավազք կա ստեղծվել, դե չեք տեսնում ԿՊԱ-ականներից մեկը օրինակ ապարում է, մյուսը չգիտեմ, այդ ուրախ ավտոբուսում կարծես ամեն մեկը մի դեր է կատարում, բայց բոլորի նպատակը մեկն է, հնարավորինս շատ դուր գալ Նիկոլ Փաշինյանին, այնպես որ ինձ թվում է պակաս չի զգացվի մարդկանց, որոնք փորձեն այս դեպքը Ալեն Սիմոնյանի դեմ օգտագործել, իհարկե Ալեն Սիմոնյանն ինքն է վաստակել այդ այս վիճակը, այսպես ասենք, որևէ մեկը մեղավոր չի, որ ինքը զսպվածություն եւ տարական կոռեկտություն, դաստիարակություն այդ բաներից զրկված է։ Պարոն Սուրենյանց, սահմանադրության փոփոխության հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հանրաքվեով չհասնեն փոփոխությունների, հանրաքվեն այնքան կկրկնեն, մինչև հասնեն փոփոխության, սա ինչ է նշանակում։ Դե էլի տարական քաղաքական պատասխանատվություն չունենալու կամ քաղաքական պատասխանատվությունը ոտնահարելու հերթական դրսևորում։ Ընդհանրապես նման վճռորոշ հանրաքվեները, եթե տապալվում են, իշխանությունը հրաժարական է տալի։ Brexit-ի դեպքը կարող եմ կրկնել, հիշեցնել եւ բազմաթիվ այլ դեպքեր։ Պետությունը խաղալիք չի, ոչ էլ հանրաքվեի ինստիտուտը սովորական քվեարկությունն է, որ րոպեն մեկ կրկնեն։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ չի հավատում իր ասածին, նա հասկանում է, որ այս հարցում կարող է փակուղային իրավիճակ ստեղծվել, որտեղ որևէ պարագայում ես չեմ կարծում, որ պետության լուծարման ակտը կամ Հայաստանի ադրբեջանականացման ակնհայտ նախաձեռնությունը հասարակության 2/3-ի համաձայնությունը ստանա։ Ավելի շատ ավելի անկեղծ կլինի, այնքը նշաձող է, չէ՞ սահմանը։ Մի քանի պրայմերիզի մի քանի հանդիպումներից հետո ասել է, ինքը նշաձող է սահմանել, որ իրենց համար առաջ բանը իմպերատիվ է 2/3 ստանալը սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ Այս շատ լավ կլինի, որ այդ նշաձողը տապալելու պարագայում ինքը չհավակնի վարչապետի պաշտոնին, դա շատ ավելի անկեղծ կլինի հասարակության հետ։ Սա նաև դրսին էր ուղղված, որ ամեն գնով ես կհասնեմ այդ սահմանադրական փոփոխություններին։ Կոնկրետ իր արտաքին հովանավորներին։ Նրանցից ակնկալում աջակցություն, այսինքն դրանք շահառուները շատ պարզ են իր։ Դա Բաքվի իշխանությունն է Ալիևի, դա Արևմուտքի այդ ուլտրա լիբերալ գլոբալիստական էլիտաներն են, ինքը գործարք է առաջարկում, ասում է օգնեք ինձ վերարտադրության հարցում կամ այդ սահմանադրական մեծամասնություն ստանալու հարցում, ես կկատարեմ իմ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Պարոն Սուրենյանց, իշխանության այս վերջին շրջանի խոսույթը ինչպես եք մեկնաբանում, նույնիսկ լրագրողների անցյալն են, հա, բացում, հանում ջրի երես, որ ձեզ կծեծեն, ձեր ծնոտին կհագցնեն, եթե նախկինները գան, մինչ այս էլ ասում էր, որ նախկինները եթե գան, պատերազմ է լինելու։ Դուք, պարոն Սուրենյանց, եթե հաղթեք Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին, Հայաստանը գցելու եք պատերազմի մեջ, ինչու՞։ Հարգելին արեք, նախ ինչքան հնարավոր է այդ մարդը այլանդակություն է տարածում ամեն մի նոր օրվա հետ։
Դուք լրագրողների հետ խոսելաձևը ասացիք, այո, իմ համար շատ տհաճ է։ Մի օր հիշում եմ, ինչ-որ լրագրողի ծնոտին ով ա խփել։ Այն մյուս օրը ինչ-որ լրագրողի պարագայում ինքը չէ թիմակիցը նախահարցակալնում, ասուլիսի կեսը նվիրում են նրան, այդ կայքին կամ թերթին ով ա ֆինանսավորում եւ այլն եւ այլն։ Սա իսկապես շատ տհաճ է, բայց տեսեք վերջի 10 օրվա մեջ ինքը ինչ ա արել։ Վերջի 10 օրվա մեջ ինքը հռչակագիրը համարել է կոնֆլիկտի փաստաթուղթ։ Վերջի 10 օրվա մեջ ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 2020 թվականը եղել էր իր գիտակցված հետևանք է եղել 2020 թվականը, դա նույնն է, որ խոստովանում է, որ պատերազմի սանձազերծման որոշումը գիտակցաբար է կայացրել։ Այսինքն քանի կար նախկիններն էին վաճառել Արցախը բանի եւ այլն, իսկ հիմա ասում ես գիտակցաբար գնացել եմ այդ պատերազմին։ Երեք էլ մեր պետության հիմնադրման տարիները այդ Արցախյան շարժումը առաջի պատերազմի հաղթանակը համարեց անվատյուրը, որը մենք ստացել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Սա պետության դեմ մատնություն է։ Այս բոլոր իր թեզերը ադրբեջանական ռոպագանդայի եւ պատմագիտության թեզերն են։ Տասնամյակներ շարունակ նրանք փորձել են այս թեզերը լեգիտիմացնել, չի ստացվել։ Հիմա Հայաստանում հայտնվել է մի հատ ղեկավար, որը լեգիտիմացնում է այս թեզերը։ Սա իսկապես, չգիտեմ ինչ, հակապետական մի վիճակ է, նույնիսկ դժվարանում եմ բնութագրում տալ։ Եվ այս ամեն ինչի ծիրում է տեղի ունենում, այս ձեր ասած process-ները, լրագրողների դեմ հարձակումներ եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով իրենք վապանք են գնում, փորձում են տոտալ ընտրակեղծարարության գնալ։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքին։ Իմ մեղադրանքը չի, ես Չէ, ձեր հնչեց սրած մեղադրանքին, որը իշխանությունն է հնչեցնում, կներեք, դուք բարձրաձայնեցիք իշխանության, այո, ձեր մեղադրանքը չի։ Այն մյուս երկու ուժերի դիրքորոշումները չեմ կարծում, որ մեր դիրքորոշումից շատ տարբեր է, բայց ես կհնչեցնեմ մեր դիրքորոշումը։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր իշխանության գալու պարագայում Հայաստանը չի հրաժարվելու իր միջազգային պարտավորություններից, եթե նույնիսկ մենք խիստ քննադատական վերաբերմունք ունենք թրիփի հանդեպ, շատ լուրջ վերապահումներ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի հանդեպ, միևնույնն է, մենք զրոյական կետից բանակցությունը սկսելու արկածախնդրություն չունենք։ Եթե որևէ ուժ բացահայտորեն հայտարարում է, որ ինքը չի վերանայելու երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ ուժը չի կարող պատերազմի կուսակցություն համարվել։ Իսկ ինչքան ես տեղյակ եմ, նմանատիպ դիրքորոշում ունեն նաև Քոչարյանի եւ ուրեմն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերը, բայց ես խոսում եմ մեր անունից։ Մենք գալիս ենք ոչ թե թրիփն ու նոյեմբերի 9-ը չեղարկելու կարգախոսով, այլ հենց այդ իրավապայմանագրային փաստաթղթերում Հայաստանի բանակցային փաստաթղթերի շրջանակներում Հայաստանի բանակցային դիրքերը ուժեղացնելու օրակարգով։ Եվ եթե մենք ասում ենք երաշխավորված խաղաղություն, որովհետև առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների խաղաղության գործընթացը չի կարող ինստիտուցիոնալ լինել, սա շատ հասկանալի է։ 3 տարի առաջ այս նույն բանը պնդում էր Նիկոլ Փաշինյանը խորհրդանի ամբիոնից։ Ասում էր, եթե միջնորդներ չլինեն եւ միջազգային երաշխիքներ չլինեն, Ադրբեջանը 6 ժամ հետո ստորագրումից հետո կսկսի պատերազմ։ Հիմա մենք այս մարդուն պիտի հարցնենք ինչն է կոմոդ փոխվել։ Ինքն է իր դիրքորոշումը վերանայել, ոչ թե մենք ենք շոր արտարոս բան ասում։ Ուժային դիսբալանսի պայմաններում, եթե չկան միջազգային միջնորդներ եւ միջազգային երաշխիքներ, ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատվել չի կարող, որտեղ ուժային բալանսի խզումը Ադրբեջանին անդադ դրթելու է ծանր պահանջներ դնել Հայաստանի առաջ, այսինքն մղելու է, իսկ Հայաստանը անդադ գտնվելու է շարունակական կապիտուլյացիայի ռեժիմում։ Մեր ասած ընդամենը էսա։ Մենք պայմանագրեր չեղարկելու, մենք համաձայնություններ չեղարկելու, խաղաղապահ զորքեր բերելու մտադրություն չենք հայտնել։ Մենք ընդամենը խոսել ենք արկա համաձայնությունները միջազգային երաշխիքներով
երաշխիքների համակարգով ուժեղացնելու Դե անհրաժեշտության տեսեք մասին։ ինչ է ասում է Ուկրաինայի երաշխավորը ով էր, Ռուսաստանը, որը հարձակվել է այդ երկրի վրա։ Կիպրոսի երաշխավորն ովքեր էին, Բրիտանիան, Ֆրանսիան, հա, տեսեք Կիպրոսը երկու մասի է բաժանվել, ասում է, էս հա ձեր բերա, էս սենց երաշխավոր եք բերելու։ Ինքը միտումնավոր խեղաթյուրում է փաստերը։ Նախ Ուկրաինայի միակ երաշխիքը, այսպես ասենք, Ռուսաստանը չէր ընթանում էր այսպես կոչված Մինսկյան գործընթաց, էլի Մինսկյան, որի նպատակը ինչ որ բալանս գտնելն էր, որը թույլ էր տալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանել, ինքնիշխանությունն էլ պահպանել, բայց նաև այդ ռուսալեզու բնակչության ինչ որ իրավունքներ պահպանել։ ՆԱՏՕ-ի էքսպանսիայի քաղաքականությունն է բերել ուկրաինական պատերազմին, Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է ուկրաինական պատերազմի մեկնարկի պատճառը, առավել եւս վստահ եմ ինքը Կիպրոսի պատերազմի հետ կապված տարեթվերը նույնիսկ չգիտի եւ չգիտի դա ինչի հետևանք է։ Ընդհակառակը տեղ կողմերը գնացին եղած ստատուս քվոն խախտելու պատճառով, ինչի պատճառով պատերազմ եղավ։ Գիտեք, ես միջազգային որևէ երաշխիքի աստվածաշնչյան ճշմարտության պես չեմ վերաբերվում, բայց դա գոնե ինչ-որ զսպող հանգամանք է, որը թույլ երկրի թույլ է տալիս ավելի պաշտպանված լինել եւ մյուս կողմից զսպում է ագրեսիվ երկրի ախորժակը։ Երբ որ խոսում ենք միջազգային երաշխիքների մասին, ընդ որում, մենք չենք շեշտում, որ դա միայն պիտի Ռուսաստանը լինի կամ միայն որևէ բանը այլ երկիր։ Շատ ցանկալի կլինի, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի պես ինչ-որ բան երաշխիքների համակարգ ձևավորվի, որտեղ ներկայացված կլինեն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները, իրենց եւ կբալանսավորվի նաեւ այդ իմաստով աշխարհաքաղաքական բալանս նաեւ կստեղծվի։ Ակնհայտ է, չէ՞, նույն իրանց ասած թրիփը այս պայմաններում այլևս չի կարող գործել։ Օրինակ, որովհետեւ աշխարհաքաղաքական բալանսը հաշվի առնված չէր։ Այ որ մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության կոնցեպտի մասին, երաշխիքներից բացի նաև աշխարհաքաղաքական բալանսի անհրաժեշտությունն ենք ֆիքսում։ Պարոն Սուրենյան, Ծառուկյանի ուժը առաջ քաշելու է արցախցիների վերադարձի հարց։ Գիտեք, ծրագրերը այդ առումով մշակման փուլում են, ես այս հարցում կարող եմ իմ անձնական կարծիքը ասել։ Այս ընտրական ցիկլի համար այդ հարցը, նույնիսկ արցախցիների վերադարձի հարցը արհեստական հարց է եւ չի կարող օրակարգային լինել։ Դա ստեղծված միջավայրում նման հարց քննարկելը, որ դու տարական երաշխիքներ չես կարող տալ այդ մարդկանց վերադարձի անվտանգության վերաբերյալ, անիմաստ է նման հարցեր քննարկելը։ Սրանք ընտրություններ են մեր ներքին կյանքը կազմակերպելու բանականության եւ այլանդակության երկընտրանքի ռացիոնալիզմի եւ արկածախնդրության միջև, հա։ Այս չեմ կարծում, որ Արցախի թեման եւ նաեւ ձեր բարձրացած թեման ակտուալ են առնվազն այս ընտրական կամպանիայի համար եւ հետեւաբար վստահ եմ, որ մեր ծրագրերում այդ հարցերը չեն լինելու։ Ի Ինչու է նախ դժբախտություն, ի դժբախտություն Նիկոլ Փաշինյանի, որը համարում է, որ մենք, չգիտեմ, նա այնպիսի խոսույթ կամ վարքագիծ ունենք, որը բերելու է պատերազմի։ Քոչարյանենք օրինակ շատ հստակ են ասում, որ միջազգային իրավունքի գործադրմամբ եւ կայուն երաշխավորությամբ հնարավոր է արցախցիների վերադարձ։ Ես էլ ասում եմ միջազգային այդ իրավունքի գործադրման հնարավորություն կամ հավանականություն այս պահին չեմ տեսնում։ Հենց այդ խնդիր։ Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում նման հարց բարձրացնելը ուղղակի միամտություն կլինի։ Այսինքն Այ թրիփից եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միջազգային երաշխիքներով ամրապնդվի, կարգավորման ինչ-որ փուլերում հնարավոր կլինի գուցե այդ մասին էլ խոսել։ Բայց այս պահին այդ հարցը ժամանակավրեպ է։ եւ երաշխավորում եք դուք տեսնում, պարոն Սուրենյան, Ռուսաստանին, որ այս քանի տարի է պատերազմի մեջ է, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ աշխարհի կեսին է պատերազմ հայտարարել,
թե Ֆրանսիային, որի նախագահին մնացել է մի քանի ամիս։ Դե եկեք նախագաներով չդատենք աշխարհակաղակական կենտրոնների, Մակրոնը կգնա, մեկ ուրիշը կգա։ Ես ասացի, ցանկալի կլինի Մինսկի խմբի համանախագահության Կա, օրինակով Մինսկի միայն խումբ չկա, լուծարել չէ, են։ ասում եմ ցանկալի կլինի այնպիսի ձևաչափի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն աշխարհակաղակական բոլոր կենտրոնները, թե Ռուսաստանը, թե Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները եւ թե տարածաշրջանային խաղացողներ, եթե իրենք կարող են գործուն դերակատարություն ունենալ։ Հավատացեք, Թուրքիան, հա, գիտեք Թուրքիան էլ է դերակատար։ Թուրքիային Ռեգիոնում դուք դերակատար։ երաշխավոր եք բերում։ Ես երաշխավոր չեմ բերում, ես երաշխավորները նեյտրալ պիտի լինեն, նրանք չեն կարող երաշխավոր լինել, բայց process-ին այսպես թե այնպես մասնակից են դառնալու, կրկնում եմ, լավագույն տարբերակը Մինսկի խմբի անալոգիայով, այդ աշխարհակաղակական 3 կենտրոնների ներկայությունը Պարզապես իրանք ապահովելն է։ իրար են ուտում։ Ինչու պետք է մի պստիկ Հայաստանի մի 150,000 հայի խնդրով իրար Բայց ինչի է դա չգտնեն։ 150,000 հայի մասին չի։ Ստորագրվող փաստաթղթի հետ, որ նախած ստորագրված փաստաթուղթ չէ ունենք, Ահա։ այդ պայմանագիրը երբ որ դառնա ուրեմն ստորագրված փաստաթուղթ, դրա իմպլեմենտացիայի միջնորդությունն են իրականացնելու։ Այսինքն երաշխիքներ են ստեղծելու, որ պատերազմի ռիսկերը չեզոքացվեն եւ թղթի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները Բանը կատարվեն։ այդ թղթի մեջ վերադարձի հարց չկա, պարոն Սուրենյան։ Իսկ բայց ես վերադարձի մասին չեմ խոսել, դուք եք խոսում։ Ես ասացի, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն եւ միջազգային մեխանիզմներով ամրապնդվեն, գուցե ինչ-որ ժամանակ այդ վերադարձի թեման էլ հնարավոր կլինի քննարկել։ Իրենք էլ Այս փուլում կբացեն, ադրբեջանցիք էլ կբացեն այդ թեման։ Դուք բացարձակապես նույն հարթությունը չի։ Եթե ադրբեջանցիք այդ թեման բացեն, դրան համարժեք մերոնք կարող են բացել Բաքվու եւ Սումգայիթ մեր հայրենակիցների վերադարձման հարցը։ Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղը անկախ կարգավիճակից ունեցել է սուբյեկտություն, դերևս խորհրդային միության տարիներին դա սուբյեկտ է եղել։ Դա տեղ չի եղել, որ ուղղակի հայությունը ապրում։ Դա այդ մարդկանց հայրենիքն է եղել եւ ունեցել է ինքնավար մարզի սուբյեկտություն։ Եվ արցախցիների հարցը այս առումով տարբեր է այն ադրբեջանցիների հարցից, որ բնակվել են Հայաստանում։ Նրանց հարցը նույնական է բանի հետ։ Ուրեմն Սումգայիթից եւ Բաքվից բռնի տեղահանված բռնի հայեր։ տեղահանված հայության խնդիրի հետ։ Բայց տեսեք, Հայաստանը առաջ քաշի արցախցիների վերադարձ Արցախի հանրապետություն, Ալիևը կասի իմ 300,000-ը գալիս են, կհակադարձեն, ինչպես օրինակ դուք եք ասում, որ չէ, դրանք նույնական չեն, բերեք այդ ադրբեջանցիներին դնենք Բաքվից եւ Սումգայիթից դուրս եկած հայերի հետ եւ նոր կոնֆլիկտ։ Բայց ինչպես տեսնում եք, այդ հարցը Հայաստանը չի բարձրացնում։ Նույնիսկ Հայաստանի չբարձրացնելու պարագայում Արևմտյան Ադրբեջանի կամ այդ վերադարձի հարցը Բաքվի օրակարգից չի իջնում։ Իսկն Բաքվի օրակարգում միևնույն է այդ հարցը Խոսում է կա։ Ալիևը այդ թեման։ Այո։ Այդտեղ այդ կազմակերպությունն էլ շարունակում է գործել, այդ անունով հեռուստաընկերություն կա, պետական բյուջեից ֆինանսավորվում է, նույնիսկ ՄԱԿ-ում ինչ-որ փաստաթղթեր են շրջանառում եւ այլն եւ այլն։ Դա Այսինքն բայց ես չեմ, տեսեք, հարգելի Նարեկ, ես նույնը չեմ համարում այդ իրենց վերադարձի կոնցեպտն ու արցախցիների իրանց հայրենիքում ապրելու իրավունքը, բայց միևնույնն է, մի 10 րոպե առանց ձեր հարցինի պատասխան, ես ասացի իրատեսական չեմ համարում այս պարագայում նույնիսկ արցախցիների վերադարձի մասին հասկացա։ խոսել։ Պարոն Սուրենյան, այսինքն ձեզ համար այս օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելը օքեյ է, եթե դա ունենա երաշխավոր։ Թե Իմ համար ներողություն, թե որոշ կետեր կփոխեք, ինչ որ բաներ տեսեք, կավելացնեք։ տեսեք, հարգելի Նարեկ, իմ համար օքեյ չի ոչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ոչ թրիփի համաձայնագիրը։
Երկուստ էլ Հայաստանի շահերից չեն բխում կամ բազմաթիվ ռիսկային կետեր կան դրանց մեջ։ Բայց ես արկածախնդիր չեմ եւ հասկանում եմ, որ մեր իշխանության գալու պարագայում Հայաստանի վիճակի չէ չկատարել երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հետևաբար, այդ վատ փաստաթղթերը մենք պետքա վերցնենք եւ փորձենք այդ փաստաթղթերում արկա Հայաստանի համար քիչ թե շատ բարենպաստ կետերը զարգացնելով հասնել ավելի բալանսավորված լուծումների։ Ոչ թե օքեյ է, մենք պարտավոր ենք հաշվի նստել այն իրողությունները, որ արդեն գետնի վրա կան։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանն էլ նույն բանը չի անում։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը, նախ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է վիճակի համար եւ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ենթադրում է, որ այս վիճակին երկիրը հասցրած մարդը պիտի հեռանա։ Սա մեկ։ Այսինքն, եթե ինքը մեզ հնարավորություն չի տվել ավելի լավ ժառանգություն ունենալ դիվանագիտական, տեղի իմ մեղքը չի կամ որևէ դիմադիրի մեղքը չի։ Այդտեղ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է։ Սա մեկ։ Այդ պատասխանատվության ֆիքսումը պիտի բերի իր հեռացմանը։ Եվ բացի այդ, Նիկոլ Փաշինյանը դուռը բացել բազմաթիվ այլ պահանջների կատարման համար Ադրբեջանի։ Օրինակ սահմանադրության հարցը այդ փաստաթղթում չկա, բայց արդեն ինքը սիրահուժար այդ հարցը վերցրել է եւ փաստորեն սարքել է այս նախընտրական կամպանիայի հիմնական մեխերից մեկը։ Վաղը կարող վերցնի այդ 300,000 ադրբեջանցու վերադարձի թեզը, սկսի իմպլեմենտացնել կամ հիմա էլ մեր հասարակությանը պատերազմի սպառնալիքով ասի, որ եթե այդ կետին չհամաձայնում ենք, պատերազմա սկսվելու։ Ընդհանրապես իմ համար արտահայտված մի հատ վիճակ է։ Միշտ ճշտամական երկրի ղեկավարն է հակառակորդ երկրի հասարակությանը պատերազմով վախեցնում։ Այս պարագայում մի հատ արտարոց վիճակ ունենք, մեր վարչապետն է մեր հասարակությանը վախեցնում թշնամի երկրի օգտին զիջումներ անելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նախ պատասխանատու է այս վիճակի համար եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մի հատ մոդել խաղաղության, որը ենթադրում է պերմանենտ զիջումներ։ Մեր պատկերացրած լուծումը հետեւյալն է. այո, մենք պիտի գանք չհրաժարվենք այն միջազգային պարտավորություններից, որ Հայաստանը ստանձնել է, բայց դուրը փակենք պերմանենտ եւ փաստաթղթերով չձևակերպված զիջումների դիմաց։ Այլ խոսքով ասած, մենք տեսնում ենք հնարավորություն գոնե երաշխավորելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մի բան, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու պարագայում հայտնվելու է հարցականի տակ։ Պարզապես, եթե ինչ-որ շրջադարձային փոփոխություն չի լինել, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության իշխանության գալով, ինչի պետք է։ Հարգելի Նարեկ, դու շրջադարձային փոփոխություն չեք համարում, երբ որ մենք ասում ենք պերմանենտ զիջումների դուռը փակելու ենք։ Իսկ ինչ է զիջվելու հիմա։ Հիմա դուք չեք տեսնում, ասում եմ պայմանագրում ձևակերպված չի սահմանադրության հարցը, բայց տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը բերում է, պարտադրում է հայ ժողովրդին, ընդ որում սպառնալով պատերազմով։ Անկլավների հարցը ձևակերպված չի այդ պայմանագրերով, բայց կասկած չունենաք, որ մի օր էլ այդ Տաուշի օրինակով մյուս սահմանագոտիների սահմանազատման սահմանագծման ժամանակ այդ մյուս անկլավների հարցն հրապարակ գալու։ Այդ վերադարձի հարցը ադրբեջանական փախստականների էլի դա, այսինքն Նիկոլ Փաշինյանը մի հատ մոդել է ընտրել խաղաղության, որը ենթադրում է անդադար պերմանենտ զիջումներ։ Եվ եթե նայեք հետ պատերազմյան 5 տարին, 5 պատերազմյան 5 տարին դրա մասին է։ Եվ ամենակարևոր բանը, մենք չենք կարող ինստիտուցիոնալ խաղաղության հասնել Ադրբեջանի եւ այլ երկրների հետ, եթե ներսում չունենք ներքին համերաշխություն։ Հնարավոր չի ներսում պահել խրամատները եւ դիմակայուն համակարգ ունենալ վիճահարույց հարևանների, վիճահարույց խնդիրներ ունեցող հարևանների հետ խաղաղության ռեժիմ հաստատելու համար։ Այս ամբողջ խնդիրը մենք փոխկապակցվածության մեջ ենք տեսնում։ Պարոն Սուրենյանց, արդեն 4-ն են դարձել ձեր քաղաքական միավորման վարչապետի թեկնածուները։ Ի վերջո երբ կհայտարարեք անունները։ Որ կգա անհրաժեշտությունը, քաղաքական թիմի լիդերը այդ մասին կհայտարարի։ Դա ըստ անհրաժեշտության, ըստ բանի, եթե
4 վարչապետի տեխնացիա մասին է խոսում պարոն Ծառուկյանը, հավանաբար 4 հնարավոր սցենարներ էլ գուցե նկատի ունի։ Ռոբերտ Քոչարյանը կա այդ 4-ի մեջ։ Բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ։ Խոսքը մեր ցուցակում, մեր թիմի ներսում արկա մարկային եւ կադրային ռեսուրսի մասին է, ավելին ես իչեք դուք անդադ հակված, որ մենք պիտի միանանք ինչ-որ ընդդիմադիր ուժի։ Ես էլ ասում եմ, քվեարկության արդյունքներով ընդդիմադիր կոնսոլիդացիայի առանցքը դառնալու է Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր առաջարկ Հայաստանի ծրագրով։ Մենք բոլոր շանսերը ունենք այս ընտրությունների ֆավորիտներից մեկը լինելու։ Իսկ եթե այնպես լինի միավորման սցենարը, որ դուք քիչ ձայն հավաքացնեք, բայց դա օրինակ անհրաժեշտ է ձեր քիչը Քոչարյանին, որ Փաշինյանին իշխանության չթողնի, դուք կգնաք այդ քայլին։ Բանական սոցիոլոգիան նման վիճակ չի կարող ստեղծել, հարգելի Նարեկ, որովհետև այս պահին ինձ ձեռքին սոցիոլոգիական հարցումներ են, որոնք փակ հարցումներ են, հիմա այս թվերը չեմ հրապարակայնացնի, եւ ձեր ասած սցենար այս պահին դիտարկելի չի։ Երբ որ կգա անհրաժեշտությունը սցենարը դիտարկելու, կդիտարկենք տարբեր սցենարներ։ Մի բան հստակ է, ԿՊ վերարտադրություն մենք թույլ չենք, ԿՊ իշխանության վերարտադրություն մենք թույլ չենք տալու։ Պարզապես այդ սոցհարցումների պատմությունը արդեն զավեշտալի է դառնում, որովհետև ամեն կուսակցություն հայտարարում է, որ ինքն է։ Լավ, այսպես ասեմ, հարգելի Նարեկ, տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր գրասենյակում է այսպես ասեմ, հարգելի Նարեկ, մեր ընդդիմադիր գործընկերները պետք է կոնսոլիդացվեն մեր տեխնացուի շուրջ, եթե մենք կլինենք առաջի տեղում, եւ մենք պատրաստ կլինենք կոնսոլիդացվել որևէ ընդդիմադիր բլոկի շուրջ, որը առաջատար կլինի։ Սա շատ այդ թվում Քոչարյանի։ Ինչ է կանձնավորում, ես ասում եմ, այդ թվում Քոչարյանի, Արման Թաթոյանի, Սամվել Կարապետյանի ուժի, Հայկ Մարությանի, ելով կար այնտեղ։ Ուրեմն ընդդիմադիր սեգմենտում ով կստանձնի առաջնորդությունը, մյուս բոլոր ընդդիմադիր ուժները պարտավոր են կոնսոլիդացվել այդ ուժի տեխնացուի շուրջ, ԿՊ իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար։ Ես ասում եմ, այդ առանցքը լինելու է առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կգա 2 ամիս է, չէ՞ մնում։ Համենայն դեպս ձեր կողմից համառորեն նկարագրված սցենար ամենափոքր հավանականություն ունի։ Որ Քոչարյանի շուրջ համախմբում կլինի, դա քիչ։ Որ Քոչարյանը կլինի Մադիր դաշտի առաջնորդը։ Ինչ հիմքով եք ասում դա։ Դե իմ ձեռքի տակի սոցիոլոգիական հարցման տվյալներով էս բային մի քանի։ Դա Դրա համար ես բայց հիմա անձերից եկեք չխոսանք, սկզբունքից Չէ, դե խոսենք։ անձը պետք է երկիրը ղեկավարի։ Ես էլ եմ ասում, սկզբունքն է իմ համար կարևոր։ Ընդդիմադիր առաջատար ուժի տեխնացուի շուրջ պետք է կոնսոլիդացվեն մյուս բոլոր ընդդիմադիր սեգմենտները, որոնք կհաղթահարեն անցողիկ շեմը։ Սա եւ ժողովրդավարական է, եւ ներառական է, եւ բխում է իշխանապողություն իրականացնելու մեր օրակարգերից։ Եվ Նիկոլ Փաշինյանը հարց է առաջ քաշում, ասում է, քան որ ձեր հետ եմ խոսում, միայն Ծառուկյանի դրվագը ներկայացնում, ասում է օրինակ, ինչով է ուժեղ Գագիկ Ծառուկյանը, դե եթե այդքան ուժեղ է, թող ուղիղ եթեր մտնի, ասի Քարաքոսը միրգ է, թե կենթանի, թող մտնի ասի Իսպանիայի մայրաքաղաքը որն է։ Դուք կարող եք ասել հակադարձել Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանը։ Թող ինքը ուղիղ եթեր մտնի, հայտարարենք Ալիևի իդեալական վասալն է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Գոնե կիմանանք, ում հետ գործ ունենք։ Մենք ուժի մասին չենք սիրում խոսել։ Մենք սիրում ենք խոսել մեր արած գործերի մասին եւ ստեղծած արդյունքի մասին եւ ակնկալում ենք, որ դա կգնահատվի հասարակության կողմից։ Մենք շատ պոզիտիվ եւ կառուցողական ընտրական կամպանիայի մեջ ենք եւ եթե նկատել եք առանձնապես մեր որևէ մրցակցի չենք թիրախավորում։ Կառուցողական քննադատություն ենք հնչեցնում անպայման այլընտրանքային առաջարկ ներկայացնելով։
Եվ պարոն Սուրենյանց, ձեր միավորումը համալրվել է, թե դեռ նույն ուժերն են Բարգավաճ Հայաստան, Դեմոկրատական այլընտրանք, Մայր Հայաստան, կա նորություն այս մասով։ Դե անհատներ են միանում, երևի նկատել եք, տարբեր անհատներ են միանում, այդ թվում գիտնականներ, այդ թվում հասարակական գործիչներ, քաղաքական ուժերի առումով հիմնականում այդ ուժերն են, որոնց թվարկեցիք, բայց մենք կունենանք շատ ուժեղ, համոզիչ, արժանահավատ ցուցակ, այ ուժեղությունը նաև այդ մեր կադրային ուժեղության մեջ կտեսնեք, եւ ես կարծում եմ մենք բոլոր շանսերը ունենք հասարակության, օրինակ միջև այս ընտրությունները տանը մնացած դժգոհ, բայց տանը մնացող հասարակությանը մեր շուրջ կոնսոլիդացնելու։ Իսկ մենք բոլոր ուժերը ունենք, բոլոր հնարավորությունները ունենք, ներկա նախկին այդ արհեստական սահմանագծից դուրս բան մեր ընտրողներին առաջարկելու համար։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, Ես էլ եմ արձագանքելու համար։ շնորհակալ։